Սաղմոս համար 25 Անմեղ մարդու աղոթքը Կապանում անմեղ մարդու աղոթքով է սկսում ելույթը Նիկոլ Փաշինյանը։ Դատարային ստեր Նրա թիկունքում թիմակիցներն են Ալեն Սիմոնյանը, Ալխազ Ղազարյանը, Լիլիթ Ստեփանյանը։ Չլինեմ տկար Հետո ՔՊ ղեկավարը դիմում է Աստծուն, որ դատի իրեն։ Դատարային ստեր Քանզի ամբասիր ընթացա Հույսս դրի տիրոջ վրա որ չլինեմ տկար Փորձիր ինձ Տեր եւ քննիր ինձ Փորձիր երիկամներս եւ սիրտս Աստվածային սիրո սաղմոսներից հետո Փաշինյանը հայտարարում է, որ սիրում է կապանցիներին։ Ես քեզ սիրում եմ եւ վարչապետն ասում է ես էլ ձեզ եմ սիրում Սյունիքի տարբեր բնակավայրերից են մարդիկ եկել Կապան, հարցեր տալու Նիկոլ Փաշինյանին։ Դուք որտեղից եք։ Ես Գորիսից։ Այս կանայք էլ եկել են իրենց հարազատների համար Փաշինյանից աշխատանք խնդրելու։ Ես դիքի հանգից եմ, երեխայիս աշխատանքի բանն այլի, հետագանի կոմբինատի, սա տախտոր թվից մեջ է մեծոր իմ երեխնայի տանթակ կանչում են հարտադրույսի անցումա, բայց չեն կանչում աշխատանքի դեր ուղիչ մարդիկ են վերցնում, տղա արդեն տանթի թվից մեջ է մեծոր բժվել այնքան դիվել ենք։ Պանձամոլիբդենային Փաշինյանը որպես ձեռքբերում է ներկայացնում այն, որ կառավարությունն արդեն փայաբաժին ունի Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ունի փայաբաժին ՔՊ ղեկավարը արձագանքում է նաև հայտարարություններին, որ վտանգված է Սյունիքը, Ադրբեջանը օկուպացված է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքները, ասում է սահմանազատումը ամբողջությամբ կլուծի այդ հարցերը։ Որովհետև նրանց պետք է, որ նրանք գան, լացակումած խոսեն Սյունիքի մասին, լացակումած խոսեն Մեղրիի մասին, լացակումած խոսեն Կապանի մասին։ Ինչ խոսք, մենք ընդունում ենք եւ ասել ենք որ մենք ունենք նաև որոշակի տարածքների խնդիրներ, բայց այդ տարածքների խնդիրներ դե յուրե լուծված է եւ դե ֆակտո լուծումը ընդամենը ժամանակի հարց է։ Այսօր ջերմուկի Հայաստանի հարավում մարդիկ հիշում են, որ 2021-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հեգնելով ընդդիմախոսներին արձանագրում էր, որ ջերմուկի սարերում թուրքեր չկան։ թուրքերը եկել են ջերմուկի գլխին են նստած, ասում հյուրանոցների բաները բրոնյաները համատարած հետ էին տվել։ Ուր այնտեղ թուրք։ Ականան հետեր են մեծ տրամաչափի։ Ընդամենը 1 տարի անց 2022-ի սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ջերմուկի գլխին հայտնվեցին ադրբեջանցիները, որոնք դեռ այնտեղ են։ Ոնց է գործերը։ Ջերմուկում Նիկոլ Փաշինյանը ՀԴՄ կտրոններ պահանջելու հարցն է կարևորում։ Ջերմուկում փակ դարպասների վրա Հայաստանի իր քարտեզը փակցնելուց հետո Փաշինյանը Վայոց ձորի մարզպետի ուղեկցությամբ շարժվում է դեպի ուրախ ավտոբուս։ Որոշում ենք ել չենք շեղվում, ուղիղ ավտոբուս, քարտեզ նվիրեմ ձեզ։ Ջերմուկից ՔՊ-ն ուղևորվում է Մարտիրոս գյուղ։ Գյուղամիջում Փաշինյանը մարզերի զարգացման մասին է խոսում։ Մարտիրոսի նման, Գոմքի նման գյուղերը բնակավայրերը դառնան կենտրոն։ Ելույթը ավարտելով Փաշինյանը գյուղացիներին հրավիրում է Վայոց ձորի մարզ կենտրոն, Եղեգնաձոր, ինքը կնվագի, ցանկացողները կերքեն։ Վարչաբենդի հետ նվագելու եմ, երգելու ենք։ Այլ է նկարվել։ Հարի եղբայր, բայց ուղղակի հեռախոսը բացի, որ ժամանակ չկորցնենք։ Ահա, ստեղ մի կտոր խաշլամա ուտենք ու գնանք։ Մարտիրոսի գարան խաշլաման շատ համեղ է, եզրակացնում է Փաշինյանը այն համտեսելուց հետո։ Շատ համով է։ Ես գիտեմ, որ այդքան էլ լավ չի, սենց մնալ եւ շարունակել ուտել այն էլ տեսախցիկների դիմաց, բայց այնքան համով է ես չեմ կարող այս հնարավորությունը բաց թողել։ Խաշլամայից հետո Փաշինյանը լուսանկարվում է փոքրիկ Մարտիրոսցու հետ։ Եկեք երեխեք, սենց լավաշոր մանոց։ ՔՊ ղեկավարի մարզային այցերին զուգահեռ նրա թիմակիցների մի մասն էլ Երևանում է քարոզարշավանում։ Արա կարող է թողեք քնեն, կարա այդ խաղաղությունը բեկած ՔՊ Երևանյան քարոզարշավի ամենադիտարժան դրվագներից մեկը դարձել է սա։ Բարձրահարկ շենքի մի պատշգամբից ջուր են լցնում քաղաքպայմանագրի անդամների վրա։ Կարնե Մանգասարյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր Կիրակի։